Խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։ Ազգային ժողովի հարգարժան փոխոսնակ, հարգելի գործընկերներ, ես նորից չեմ անդրադառնա կոնկրետ գործի դրվագներին եւ ավելի լայն քաղաքական համատեքստին անդրադառնամ։ Տարոն Մարգարյանի պարագայում քննարկվող հարցի մի կողմից տարօրինակ եւ մյուս կողմից էլ ամենևին ոչ տարօրինակ այն հանգամանքը, որ ընդդիմությունը ընդհանրապես ներկա չէ։ Ոչ միայն Տարոն Մարգարյանը ներկա չէ իր վերաբերյալ հարցի քննարկմանը, այլ ընդդիմությունը ընդհանրապես ներկա չի այս քննարկմանը։ Կարելի է ենթադրել, որ ընդդիմությունը երես չունի, որ գա եւ մասնակցի մի քննարկման, որտեղ խոսվում է այն մասին, որ իրենք ըստ էության մանկապարտեզներ են սեփականաշնորհել, դպրոցի տարածքներ են ձևափոխել եւ դրանք ըստ էության այսօր դատական այս բանի մեջ են, գործերի մեջ են հայտնվել։ Բայց դա իհարկե կլիներ շատ մեծ կոմպլիմենտ ընդդիմությանը մտածելու համար, որ նրանք երես չունեն, ինչը նշանակում է, որ ամոթ ունեն եւ դրա համար չեն եկել։ Բայց ինչի մասի քաղաքական համատեքստը սրա ո՞րն է։ Հա, մենք մանկապարտեզ եւ դպրոց ենք կառուցում։ Մենք ասում ենք Հայաստանում պիտի մինչև 2026 թվականը մեր առջև խնդիր ենք դրել կառուցել 300 դպրոց, 500 մանկապարտեզ։ Իրենք մանկապարտեզ եւ դպրոցներ են գողացել եւ սեփականաշնորհել։ Սա երկու բևեռային աշխարհայացքի մասին է խոսում։ Երբ որ դու մանկապարտեզ ես կառուցում, դու այդ երկրի հետ ապագա ես կապում։ Դու ուզում ես, որ այդտեղ երեխաներ ծնվեն, մանկապարտեզներում երեխաներ այցելեն, դպրոցներում երեխաներ սովորեն։ Դու ուզում ես, որ սերունդ մեծանա քո երկրում։ Դու քո երկրի հետ ապագա ես կառուցում։ Երբ որ դու մանկապարտեզ ես քանդում, մանկապարտեզ ես սեփականաշնորհում, դպրոց ես մասնավորեցնում, երբ որ դու կրթական օջախը տանում սարքում ես, չգիտեմ, ասենք ժամանցի վայր, բիլիարդանոց եւ այլն, դու այդ երկրի հետ ապագա չես կառուցում։ Դու դա քո հայրենիքը չի։ Քո հայրենիքը ուրիշ տեղ է քո հայրենիքը։ Այնտեղ որտեղ որ քո թալանած փողերը օֆշորներում պիտի հանգրվան են, այնտեղ է քո հայրենիքը։ Ու հենց սա էլի գալիս կանգնում է իրական Հայաստանի գաղափարախոսության վրա։ Երբ որ մարդիկ մանկապարտեզ են գողացել, բայց այսօր մեզ բան են անում, քամարում են խաչակրած արշավանք են կազմակերպել ակադեմիական քաղաքի դեմ։ Բա իրանք ո՞նց դա կհասկանան։ Ակադեմիական քաղաքը, բա մի հատ փոքրիկ ակադեմիական քաղաք լիներ, մասնավորեցնեին, իրար մեջ բաժանեին, տանեին, սարքեին բաներ, բիլիարդանոցներ եւ չգիտեմ, ասենք ժամանցի վայրեր։ Իրանք լրիվ ուրիշ աշխարհայացքի մասին է խոսքը։ Եվ սա էլ է քաղաքական։ Ու դրա համար էլ չեն եկել։ Ինչ գային ասեին, մանկապարտեզ ենք սեփականաշնորհել, դրա եւ դուք այսօր մեզ քաղաքական հետապնդման եք ենթարկում, չէ՞։ Եվ նորից ստիպված եմ խոսել այսօրվա իրողությունների եւ այսօր նաեւ թիմ ընտրությունների մասին։ Ես իմ նախորդ ելույթում արդեն խոսեցի թիմ ընտրությունների մասին, եւ այդ ելույթից հետո իմացա, որ Գյումրիի թիմ ընտրություններում արդեն հակակոռուպցիոն կոմիտեն տարածել է հաղորդագրություն, որ այսպես կոչված ընդդիմադիր ուժերից որոշները ընտրակաշարք են արդեն բաժանել։ Եվ արդեն իրավապահները գործողություններ են անում։ Ինչի մասին է։ Ես երեք նորից ասել եմ Գյումրու եւ թիմ ընտրությունները այսպես կոչված ընդդիմության կողմից Հայաստանում իշխանությունը բռնազավթելու հերթական ցածկահարթակն է։ Այդ մարդիկ ինչ են ուզում անեն, իրանք մի բան են, մի ձև գիտեն, մի լեզու գիտեն, մի ճանապարհ գիտեն, ընտրակաշարք, ընտրակեղծիկ, ահաբեկում, հայհոյանք ընտրողներին, ինչը որ տեսնում ենք այս քանի օրը, եւ այսօր արդեն ընտրակաշարքի մասին կոնկրետ արդեն հայտարարություն, կոնկրետ իրավապահների գործողություն, սա ինչ է նշանակում, ժողովուրդ ջան, սա նշանակում է, որ այս մարդիկ էլի ուզում են Գյումրիում օրինակ գալ իշխանության, որ շարունակեն ձեր մանկապարտեզները սեփականաշնորհել, որ շարունակեն ձեր երեխեքի դպրոցները մասնավորեցնել, որ շարունակեն ձեզ թալանել, կողոպտել, բա էտա դրա մասին է խոսքը։ Բա որ ասում ենք այս ամեն ինչը հիմնված է գողապետության, տրամաբանության վրա, որ ուզում են գողապետության բանը օգտագործել նորից իշխանությունը վերազավթելու համար, բա այդ ենք ասում։ Եվ սրա մասին է, բա գողապետության կարևորագույն օղակը նաև քվեի գողությունն է։ Բա այսօրվա ընտրակաշարքի փոցը, որը հայտնաբերել, բա դա էլ է գողապետություն, բա դա էլ են ուզել գողանան։ Բա մի օր գողանում են քվեդ, մյուս օրը գողանում են երեխուտ մանկապարտեզը։
Հաջորդ օրը գողանում են զավակիդ համար նախատեսված զինվորական հանդերձանքը։ Բա զորամասը, մեկը մանկապարտեզ է սեփականաշնորհել կամ վաճառել, մյուսը զորամաս է վաճառել ժամանակին։ Բա սրա մասին է խոսքը։ Եվ այս ամեն ինչ ունի լայն քաղաքական համատեքստ։ Եվ իմ համար ավելի կարևոր է այդ քաղաքական համատեքստը, որովհետև արդարադատության իրականացման առաքելությունը իրավապահ համակարգինն է։ Իրավապահ համակարգինն է։ Մենք խորհրդարան ենք, մենք ժողովրդի իշխանության ներկայացուցիչներն ենք, ստեղ ամփոփված է ժողովրդի կամքը, մենք պիտի խոսենք այս բոլոր գործընթացների քաղաքական համատեքստի մասին, թե ինչի վրա է կառուցված ի վերջո իշխանությունը։ Մեր իշխանությունը կառուցված է ժողովրդի կամքի վրա։ Այս մարդկանց իշխանությունը կառուցված է եղել գողացված մանկապարտեզների, դպրոցների, գողացված քվեների եւ մնացածի վրա։ Ու այս վերջին ճակատամարտը, որ իրանք դուրս են եկել տարբեր տեղերում, հենց սրա մասին է ժողովուրդ։ Որովհետև ուխի են իրանք իրական Հայաստանի գաղափարախոսության դեմ պայքարում։ Որովհետև դա իրանց համար իրական չի, իրանց համար իրականը այն է, ինչը կարան մասնավորեցնեն։ Իրական այն մանկապարտեզն է եղել, դպրոցն է եղել, իրական այն ապօրինի գույքն է եղել, որ իրանք ձեռք են բերել։ Դա է նյութական է եղել։ Իսկ Հայաստանի մասին գաղափարը նյութական չի իրենց համար։ Սահմանազատված սահմանը իրանց համար նյութական չի, որովհետև իրանք դրա մեջ քյար չունեն, դրա համար ունեն շրջաբերականներ էլ ունեն, էս էլ ունեն, այն էլ ունեն, որպեսզի թույլ չտան դա։ Հենց սրա մասին է խոսքը։ Եվ այսօր իրենց բացակայությունը նաև ապացուցում է հենց այն որ իրենք քաղաքականապես դատարկ են, սնանկ են, քաղաքական դինոզավրեր են, որոնք որ վերակենդանանալու ոչ մի օրինական շանս չունեն այս երկրում։ Օրինական շանս չունեն։ Դրա համար էլի փորձում են դիմել ապօրինի հնարավորություններին եւ Գյումրիում ես հույս ունեմ, թե Գյումրիում, թե Փարաքյարում Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կգնան քվեարկության եւ իրենց գնահատականը կտան ոչ թե պարզապես քաղաքային խնդիրներին։ Իրենք իրենց գնահատականը, իրենց քվեարկությունը կանեն Հայաստանի մասին մտածելով։ Որովհետև այդ մի քվեն, որը կարող է թվա թե ընդամենը մի քվե է, լուծում է 100 հազարավորների, միլիոնների կյանքի խնդիրը։ Եվ ես վստահ եմ, որ մեր քաղաքացիները ճիշտ ընտրություն են կատարելու։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, ընդմիջում։